Ժորժան, 4.5 տարի այս ազգային ժողովը կա։ Դուք մի օր, ես չէ, դուք մի օր տեսել եք, որ իշխանությունը ու ընդդիմությունը քննարկեն օրինակ թոշակների բարձրացման հարցերը, օրինակ նպաստների ոչ արդար բաշխման այդ մեխանիզմների վերանայելը, օրինակ վարկային տոկոսադրույքների նվազեցումը քննարկեն, ընդդիմադիր падգամավոր դուրս գա կամ իշխանական падգամավոր դուրս գա ու ժողովրդի հոգսերի մասին խոսա։ Ես չէ, դուք հիշում եք տես բան։ Օրինակ 4.5 տարվա ընթացքում խոսային հաշմանդամության կարգերի ոչ արդար բաշխման այդ կարգերի տալու մասին, խոսային օրինակ ոնց են կտրում նպաստներից թոշակառուներին, որոնց ասում են 2-3 հազար դրամով թոշակը տաճելա, կտրում ենք նպաստը, եւ մի խոսքով առողջապահական ոլորտից միջև շատ ու շատ սոցիալական հարցեր։ Մի օր տես բան հիշում ենք Ժորժան։ Հիմա կգա ընտրությունները 26 թվականի ու բոլորը տես բան խելացի դեմքերով, ժողովրդին սիրող տես դեմքերով կգան կասեն Ժորժան, մեզ քվե տվեք։ Բայց ինչի, եթե ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, առհասարակ այդ օրակարգը 4.5 տարի ազգային ժողովում ժողովրդի մասին անգամ այդ ծպտուն չեն հանել, բացի իրար վիրավորելուց։ Ժորժան, կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ ազգային ժողովում հայտնվեն այն ուժերը, որոնք իսկապես ժողովրդական են, որոնք իսկապես ժողովրդի օրակարգն են առաջ տանում, զբաղվում են մարդկանց առօրյա խնդիրներով, առաջարկում են լուծումներ, անընդհատ բարձրաձայնում են դրա մասին։ Այո, դուք պետք է կատարեք իմ կարծիքով նման ընտրություն, որ մեր երկրում քաղաքականությունը լինի մարդու մասին, մարդու համար, այլ ոչ թե լինի պաշտոնյաների, որոնք ստանում են բարձր պարգևավճարներ ու բարձր աշխատավարձներ, իսկ ժողովրդին ասում են դե յոլա գնացեք, բյուջեում փող չկա։ Ժորժան, դուք ինչ եք կարծում։ Գրեք մեկնաբանություններում, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, բաժանորդագրվեք իմ էջին։